Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ կտավատի սերմեր եք օգտագործում։ Կտավատի սերմերը շատերի մոտ կանոնավոր սննդակարգի անբաժան մասն են կազմում։ Այս սերմերն արդեն որքան ժամանակ առաջատար հորիզոնական են զբաղեցնում սուպերմթերքների ցուցակում։ Այն կարող եք ավելացնել տարբեր բաղադրություններին և հարստացնել ձեր կերակրատեսակները։ Իսկ ինչ է կատարվում օրգանիզմում, երբ կանոնավոր կերպով օգտագործում եք կտավատի սերմերը։ Healthy Food Star կայքն առանձնացրել է մի քանի երևույթներ, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, երբ ամեն օր կտավատի սերմեր ենք օգտագործում։ Առաջին, սերմերը հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք դրական ազդեցություն ունեն ամբողջ օրգանիզմի վրա։ Երկրորդ, կտավատի սերմերը 50%-ով նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Այս սերմերը նվազեցնում են օրգանիզմում տրիգլիցերիդի մակարդակը 60%-ով։ Կտավատի սերմերն ունեն կանխարգելիչ հատկություն, երբ խոսքը շաքարախտի և արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու մասին է։ 3 ճաշի գթալ կտավատի սերմերը պարունակում են այնքան օմեգա 6, որքան կա կես կիլոգրամ ձկան մեջ։ Կտավատի սերմերը հարուստ են մանրաթելերով և դրական են ազդում մարսողության վրա։ Կտավատի սերմի բուժիչ հատկությունները մաքրում է մարսողական համակարգը և պայքարում ավելորդ քաշի դեմ։ Նիհարում ենք կտավատի սերմերի միջոցով։ Հին հույներին հայտնի էր կտավատի սերմի բուժիչ հատկությունները։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների համար։ Իսկ հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը, որպես լուծող, մաքրող և փափկացնող հատկություններով օժտված դեղորայք։ Ըստ ավիցենայի նկարագրությունների, կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից։ Նաև կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուկը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ։ Կտավատի սերմերը չափազանց օգտակար հատկություններ ունեն, բավական մատչելի են, շատ արդյունավետ և օգտակար միջոց են նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։ Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաշկը դառնում է ավելի փափուկ, մաքրվում է մարսողական համակարգը։ Որպես կանոն, ավելորդ կիլոգրամները կորցնելու գործում կտավատի սերմերն օգտագործվում են տարբեր թուրմերի հետ։ Կտավատի սերմերը հագեցնում են և ազատում են քաղցից բավական երկար ժամանակով, ինչը թույլ է տալիս խուսափել սննդի չարաշահումից։ Բացի այդ, դրանք հարուստ են սննդարար նյութերով, ուստի օրգանիզմը հավելյալ սննդի կարիք չի ունենում։ Այժմ բաղադրատոմսերը։ 1 ճաշի գթալ կտավատի սերմերի վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր, թողեք թրմվի 8-ից 10 ժամ։ Այս թուրմը պետք է խմել օրական 2 անգամ կես բաժակ։ Հաջորդը, 1 ճաշի գթալ կտավատի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք, դրեք ցածր կրակի վրա, կափարիչը ծածկեք և թողեք 30 րոպե եփվի, այնուհետև սառեցրեք։ Եփված զանգվածին ավելացրեք թարմ աղացած կոճապղպեղ և 1 ճաշի գթալ մեղր։ Այն պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ 150 մլ չափաքանակով։ Քնելուց առաջ 1 բաժակ կեֆիրին ավելացրեք 1 թեյի գթալ կտավատի սերմեր։ Բժիշկներն ապշած են, այն ազդում է դեղորայքից լավ, վերականգնելով ծնկներն ու հոդերը։ Սա իսկապես հզոր բաղադրատոմս է։ Փորձագետները հաստատում են, որ մարմնի սխալ դիրքը կարող է դառնալ հոդային խնդիրների և հոդացավերի, ոտքերի և մեջքի ցավի պատճառ։ Այսպիսի խնդիրները կարող են դեռ այլ բարդություններ առաջացնել։ Այդ պատճառով այդպիսի խնդիրները ժամանակին պետք է լուծում ստանան։ Այս բնական միջոցը կարգավորում է ծնկների և հոդերի ճիշտ գործառույթները և բարելավում ոսկորների կառուցվածքը։ Ահա թե ինչպես պետք է պատրաստել այն։ Բաղադրիչները՝ 3 ճաշի գթալ չամիչ, 2 ճաշի գթալ սննդային ժելատին 40 գրամ, 8 թեյի գթալ կտավատի սերմ, 4 ճաշի գթալ քունջուտ, դդմի սերմ 40 գրամ և 200 գրամ մեղր։ Կրկնեմ, 3 ճաշի գթալ չամիչ, 2 ճաշի գթալ սննդային ժելատին, 8 թեյի գթալ կտավատի սերմ, 4 ճաշի գթալ քունջուտ, դդմի սերմ 40 գրամ և 200 գրամ մեղր։ Պատրաստումը. մեծ տարայի մեջ խառնեք բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված։ Այնուհետև լցրեք դեղամիջոցը ապակե տարայի մեջ։ Օգտագործումը. այս միջոցը պետք է օգտագործեք ամեն օր։ Ընդունեք մեկական թեյի գթալ օրական 2 անգամ, նախաճաշից և ճաշից առաջ։
Այս պրոցեդուրան կնպաստի հյուսվածքների եւ ջլերի բարձր առաձգականությանը, կամրացնի ոսկորներն ու հոդերը եւ կխթանի նյութափոխանակությունը։ Առողջ եղեք։ Նյութի աղբյուրն է HiInfoNet-ը։ Մեղր եւ կտավատ հիանալի միջոց հիվանդությունների դեմ։ Գաղտնիք չէ, որ մեղրը բնական հակաբորբոքային միջոց է եւ վիտամինների ու հանքային նյութերի անփոխարինելի աղբյուր։ Կտավատը հայտնի է դեռ աստվածաշնչյան ժամանակներից։ Բնության այդ հրաշքն անգնահատելի է օգտակար նյութերի պարունակությամբ։ Այն օմեգա 3 եւ օմեգա 6 ճարպաթթուների աղբյուր է, պարունակում է F, A, E, B վիտամիններ։ F վիտամինը օրինակ չափազանց կարևոր է ճարպա եւ խոլեստերինափոխանակման համար։ Կտավատը պարունակում է նաեւ երկաթ, մագնեզիում, կալցիում, մանգան, պղինձ եւ ֆոսֆոր։ Այն հարուստ է լեցիտինով։ Այս տեսանկյունից շատ օգտակար կլինի առողջության համար մեղրի եւ կտավատի խառնուրդը, իհարկե ճիշտ եւ կանոնավոր օգտագործման դեպքում։ Բացի այդ, այն շատ համեղ է եւ միջերկրական դիետայի մի մաս է կազմում։ Այս խառնուրդն ամինաթթուների հրաշալի աղբյուր է։ Կտավատի սերմերը մեղրի հետ բուժում են մի շարք առողջական խնդիրներ եւ հիվանդություններ։ Մեղրակտավատային այս խառնուրդը խթանում է իմունային համակարգը, բուժում է փորլուծությունը, օգնում է ստամոքսի հիվանդությունների, կոլիտի, գաստրիտի եւ խոցերի դեպքում, եւ այսպես բուժիչ խառնուրդի բաղադրատոմսը։ 1 ճաշի գթալ կտավատի սերմերը աղալ եւ խառնել 1 ճաշի գթալ մեղրով, մինչեւ համասեռ զանգված ստանալը։ Այս չափականակի կալորիականությունը շատ է, մոտավորապես 150 կալորիա, 8 գրամ ճարպեր, 1 գրամ մանրաթելեր եւ 3 գրամ սպիտակուց։ Այս խառնուրդը նաև ամրացնում է ոսկորները, բարելավում է ֆիզիկական դիմացկունությունը, մաշկի վիճակը ու փայլ է հաղորդում մազերին, խթանում է մտային կարողությունները։ Առավել մեծ էֆեկտի ազդեցության հասնելու համար այս խառնուրդը խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան դատարկ ստամոքսին։ Առողջ եղեք։ Բնական ըմպելիք, որն ակտիվացնում է նյութափոխանակությունը եւ բուժում խոցերը։ Կտավատի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ առողջարար տարրեր, ներառյալ վիտամիններ, հանքանյութեր, օմեգա 3 թթուներ եւ մանրաթել։ Կտավատի սերմերը մաքրում են օրգանիզմը, կարգավորում նյութափոխանակությունն ու շաքարի մակարդակը, իջեցնում ախորժակը։ Այս ըմպելիքը, որի հիմնական բաղադրիչը կտավատի սերմերն են, խորհուրդ է տրվում մասնագետների կողմից։ Նրանց պնդմամբ սերմերն օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն գաստրիտ, ստամոքսի խոց եւ թութք։ Ըմպելիքը պետք է պատրաստել խմելուց 1 օր առաջ։ 3 ճաշի գթալ սերմերը լցրեք 1 լիտր եռացրած ջրի մեջ եւ թողեք մնա ամբողջ գիշեր։ Հաջորդ առավոտյան բլենդերով հարեք։ Օրական 3-4 անգամ ուտելուց կես ժամ առաջ 150 մլ խմեք այս ըմպելիքից։ Շատ կարևոր է, որ այն թարմ վիճակում օգտագործեք։ Այս ըմպելիքը պետք է խմել 10 օր։ Հետո 10 օր դադար տալ։ Կանոնավոր օգտագործելու դեպքում կհասնեք ցանկալի արդյունքի։ Այս կերպ կկարգավորեք ձեր քաշը եւ արդյունքը տեսանելի կլինի 3-ից 5 անգամ օգտագործելուց հետո։ Եթե ցանկանում եք համ հաղորդել դրան, կարող եք 1 ճաշի գթալ մեղր ավելացնել։ Այս ըմպելիքի օգտագործումից հետո մաշկի որակի փոփոխություն կզգաք։ Այն ոչ միայն երիտասարդ տեսք կհաղորդի ձեզ, այլև կօգնի ազատվել ցելյուլիտից։ Այս ամենից բացի կտավատի սերմերն արդյունավետ են երիկամների քարերի դեպքում։ Այնուամենայնիվ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Զգուշացում. խորհուրդ չի տրվում այս ըմպելիքն օգտագործել այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի հետ։